Բարի ձեզ, հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին շարունակում ենք վերլուծել եւ հետեւել բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Իրանում։ Այսօր հիմա Թբիլիսի եւ Երևանի ժամով ժամը 10:06 է եւ մենք ձեր հետ միասին կամփոփենք, թե ինչ է տեղի ունեցել վերջի 10-12 ժամվա ընթացքում, այսինքն այն վերլուծությունից հետո, որը երեք երեկոյան ես պատրաստել եմ, ով չի դիտել, կարող է իհարկե դիտել։ Ամենակարևոր լուրը այս ժամի դրությամբ այն է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանված է, դա հաստատել է ինչպես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը, այդպես էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն, եւ դա իրոք շատ կարևոր պատմական այսպիսի զարգացում է։ Հիմա սկսենք իհարկե բոլոր զարգացումներից։ Առաջի հերթին ամենահինից 12 ժամ առաջ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն այս հատվածից, տեսեք, այստեղից կիրառում է իր ավիակիրի շնորհիվ նաև միջոցներ, տեսնում ենք այստեղ ավիակիրը չի սա ավիակիրի կից նավն է, որը օգտագործում է տոմոհավք հրթիռներ հարվածներ հասցնելու նպատակով։ Եվ պետք է ասել, որ նաև Դոնալդ Տրամպը հայտարարել էր, որ մոտիկ էր Իրանը պայմանավորվածություններին, բայց այդ պայմանավորվածությունները ի վերջո չստացվեց, որովհետև Իրանը հրաժարվեց դրանից։ Պետք է ասել նաև, որ իրանական կորնակ նավահանգիստում հենց այստեղ, տեսեք, սա հեռու չի այն վայրից, որտեղից որ Միացյալ Նահանգները կրակում են, այս վայրում է, նաև տեսնում եք պայթյուն է տեղի ունենում եւ իրանական նավ է այրվում, տեսնում եք, լավ մոտիկից երևում է այստեղ ոնց է այրվում։ Միացյալ Նահանգները 12 ժամ առաջ հարված են այդտեղ հասցրել, այստեղ ժամերը երևում է, դուք տեսնում եք, հեսա 11 ժամ, 12 ժամ, շատ լավ տեսնում եք եւ նույնիսկ պարզաբանելու կոնկրետ պատճառ էլ չկա դրա համար, նպատակ չկա։ Պետք է ասել, որ նաև 11 ժամ առաջ Հոմսում այստեղ Սիրիայում, տեսեք, Սիրիայի մասն է խոսքը, կրակ են արձակել այդ ուղղությամբ եւ այդտեղ ընկել էր մի մասը իրանական բալիստիկ հրթիռի, այսինքն Սիրիայի օդային տարածք շարունակում են օգտագործել, նաև Լիբանանի ուղղությունով այստեղ ԱԹՍ-ներ են գործում, այսինքն Հեզբոլլահը ոնց հասկանում եմ այստեղ մի փոքր ակտիվացել է, բայց շատ փոքր, որովհետև ամբողջ քարտեզի վրա տեսնում եք, որ Հեզբոլլահը ակտիվ չէ։ Հեզբոլլահը որևէ գործունեություն չի վարում։ Շարունակում ենք։ Միացյալ Նահանգները տեսահոլովակ է տարածել իր հարվածների, արեք միասին դիտենք։ Սա կարող է լինել հակաօդային պաշտպանության համակարգներ իրոք, դա հետաքրքիր է, չինական է թվում։ Չգիտեմ կոնկրետ, բարդ է ապագայում կասեն իրոք մասնագետները ավելի մանրամասն, բայց չինական հակաօդային պաշտպանություն չի երևում, այսինքն չկա։ Այսինքն այն ինչու մասնով մենք խոսում ենք ձեր հետ միասին, որ Չինաստանը այստեղ կհստակեցնի նաև իր հոп համակարգներով էֆեկտիվ է, թե էֆեկտիվ չէ արևմուտքի դեմ, եթե էֆեկտիվ լիներ, դա կտեսնեինք հաստատ որևէ տեղ։ Դեռ որևէ էֆեկտիվություն չկա, այսինքն դա մեզ նշում է այն, որ Չինաստանը շատ հետ է ընկած Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից եւ Արևմուտքից տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ։ Ինչու մասն ես ձեզ զգուշացնում, սրա մասին ես ձեզ զգուշացնում եի եւ ինչի մասին որ մենք հաճախ ձեր հետ խոսում էինք, եւ դա շատ կարեւոր է, հարգելի անկեցներ։ Հիմա եւս մեկ անգամ գալիս է Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչպիսի պետք է լինի եւ ով է մեզ պետք ինչպես դաշնակից։ Կարևոր հարց է։ Նաև տարածում է Միացյալ Նահանգները ևս մեկ տեսահոլովակ, դիտենք, սա կարծես կար են մյուս տեսահոլովակում էլ միասնական։ Բացի դրանից, պետք է ասել, որ
կարևոր տեղեկատվությունը վերաբերվում է Միացյալ Նահանգների քաղաքացիներին, որոնք շատ զգույշ պետք է լինեն տարածաշրջանում, որովհետև խնդիրները շարունակվում են։ Թրամփը խոսել է Միացյալ Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ։ Պայթյունները շարունակվել են նաև Կաթարում, Էլուդեյդ, ուրեմն օդանավակայանում շարունակվել են 11 ժամ առաջ եւ այստեղ տեսնում ենք նաև Միացյալ Արաբական Էմիրություններն լուրջ պայթյուններ, հիմա կցույց տամ իրավիճակը ինչպիսին է։ Շատ կարճ է ուղղակի, ցավոք։ Հասկացաք, բայց մոտավորապես այստեղ տեսնում եք ինչքան պայթյուններ են տեղի ունեցել Դուբայի հատվածում։ Սարսափելի իրավիճակ է։ Ալի Լարիջանին հայտարարել է, որ իրանք հարվածներ են հասցրել ինչպես Իսրայելի, այդպես էլ ամերիկական այստեղ ուժերի ուղղությամբ։ Իրանական ԶԼՄ-ները հաստատեցին 10 ժամ առաջ, որ իրոք Ալի Խամենեին սպանված է եւ իրանց համար 40 օրվա սուկ են հայտարարել։ Ես այստեղ կարճ մեկնաբանեմ ուղղակի, նոր էլ գրառում արեցի Facebook-ում, բայց պետք է ասեմ, որտեղ հայկական լսարանում ենք, չէ, հիմա եւ խոսում ենք զուտ հայկական նաեւ այսպեսի շրջապատում եւ պետք է ասեմ, որ մինչեւ Մոսկվայից փորձում էին քաղաքացի կտրիչ Ներսիսյանին դարձնել հայկական այաթոլլա, այաթոլլան այսպես հոտս ցնդեց, այսինքն չկա էլ այաթոլլա, եւ կորցրեցին ռուսները իրանց գլխավոր դաշնակից այաթոլլա Խոմենեին, միջև կտրիչ Ներսյանից փորձում էին հայկական այաթոլլա սարքել։ Պետք է սա ամփոփելով հստակ ասեմ, բոլորի համար դաս պետք է լինի, որ կրոնը քաղաքականության մեջ գործ չունի եւ չպետք է ունենա։ Ուրեմն Իսրայելը թույլ չի տա, որ նրանք ով ողջ են մնացել, ուրեմն եւ ով սպառնում են իրան, շարունակեն ողջ մնալ, ապա բոլորին կսպանենք մի խոսքով, ասում է, այստեղ ռադար են ոչնչացրել Բանդար Աբասում, տեսնում եք Հորմուզի նեղուցի մոտ, տեսնեք նաեւ կադրերը, հետաքրքիր է։ Այստեղ պայթյուն է երևում, բայց չգիտենք ինչքանով իրոք ոչնչացված է, այդտեղ չի ֆիքսվում հաստատ։ Պետք է ասել, որ ուրեմն նաև Իրաքում հարվածներ են իրանական ԱԹՍ-ները հասցրել այս հատվածում, Բասրայի հատվածում, Քուվեյթի մոտ։ Դրանից հետո Քուվեյթում գործողությունները նավահանգստի կանգնած են, որովհետև հարվածները տեղի ունենում Քուվեյթի ուղղությամբ։ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հակաօդային պաշտպանության համակարգները կարողացել են խոցել ուրեմն ԱԹՍ-ը, որը գալիս էր դեպի այս նավահանգիստ, արեք մի փոքր մոտիկից տեսնենք նավահանգիստը, տեսնում եք այս շրջանի մասին է խոսքը։ Շարունակում ենք եւ Տրամպը հայտարարում է, որ եթե Տրամպը կարծում էր, որ սա մի քանի ժամ կտևի, բայց Վաշինգտոնը տեսնում է, որ պատերազմը խորանում է եւ սարսափելի է դառնում տարածաշրջանի համար։ Միացյալ Նահանգների բարձր պաշտոնյան հաստատել է, որ Խամենեին, ինչպես նաև մոտավորապես 5-ից 10 Իրանի բարձր պաշտոնյաներ սպանվել են։ Պաշտոնական Իսրայելը նաև հայտարարել է սպանվածների մասին եւ այստեղ տեսնում եք իրենց նկարները, դա տարբեր բարձր պաշտոնյաներ են, այդ թվում պաշտպանության նախարարը եւ այլն։ Պետք է նաև այստեղ ասել, որ ուրեմն Իսրայելը ասում է, որ պատրաստ է բազմակողմանի պատերազմի համար, այսինքն բազմական տարբեր ուղղություններով, դա կլինի հյուսիս, դա կլինի արևելք, դա կլինի հարավ, մի խոսքով բոլոր ուղղություններով պատերազմի համար պատրաստ է։ Տրամպը հայտարարում է, որ տարիներ պետք գա, որ վերականգնի Իրանը այս հնարավորությունները, որոնք ոչնչացվել են։ 9 ժամ առաջ տեսնում ենք, որ նաև Դուբայում տեղի է ունենում նոր հարվածներ եւ հակաօդային պաշտպանություն է գործում։ Իսրայելում նաև պետք է ասել, որ առողջապահական ծառայությունները ակտիվ աշխատում են, որովհետև պայթյունները շատ լուրջ են Իսրայելի տարածքում, դա նաև պետք է նշել, որովհետև ես տեսա երևի այստեղ հիմա կլինի նաև տեսահոլովակներ, ինչպեսի պայթյուններ են տեղի ունեցել տարբեր հատվածներում Իսրայելի, չնայած նրա, որ մարդիկ գտնվում են ուրեմն հատուկ վայրերում, մամադներում եւ այնտեղ թաքնվում են եւ դա փրկում է իրենց կյանքերը, բայց ենթակառուցվածքների վրա ամեն դեպքում լուրջ հարվածներ է տեղի ունենում։
Միացյալ Նահանգները եւ Կաթարը միասին Patriot համակարգներով աշխատում են բալիստիկ հրթիռներից Al-Udeid ռազմակայանը պաշտպանելու ուղղությամբ։ Կաթարի օդում տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է, միասին դիտենք։ نتابع هذه الصور مع مشاهدينا. هذه الصور تأتينا من سماء الدوحة في قطر، وحين هذه الأصوات التي سمعت بشكل عال قبل قريب من 5 دقائق أو 10 دقائق تظهر الصواريخ الإيرانية وتصدي المضادات الجوية لها في السماء القطرية. إذا نتابع هذه الصور التي وردت. տեսնում եք, այստեղ الجوية տեսնում եք կոչվում է, قبل قليل في السماء القطرية الصواريخ الإيرانية. տեսեք ինչ քանակի է, սա նույնն է, ինչ Իսրայելում է տեղի ունենում, բայց Կատարում է այստեղ։ ونحن نتابع هذه الصور. هذا مشهد غير مألوف. فيعني ارتداد Շատ լուրջ է այս իրավիճակը իրոք։ Թել Ավիվ, հարվածներ Թել Ավիվ։ Regime preservation. Տեսակ, Could you get a more pragmatic? ուշադիր մի անգամ էլ նայենք, տեսեք, բալիստիկ հրթիռը չի կարողանում հակաօդային պաշտպանությունը խոցել եւ բալիստիկ հրթիռը խոցում է ինչ որ հատված Իսրայելում, ուշադիր։ I think that's what the calculation now is. Regime preservation. Could you get a more pragmatic figure presiding over this regime? Սա Իսրայել, Sure. Թել Ավիվ։ I just want to break in for a moment because we're looking at live pictures in the air over Tel Aviv. Հասկացաք ինչ իրավիճակ է, այսինքն Իսրայելում էր իրավիճակը մեղմ ասած բարդ է։ Նորը նաև կրակերներ են բացել 9 ժամ առաջ, Կաթարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանչել են Իրանի դեսպանին եւ իրանց կոնկրետ քննադատություններ են հայտնել, որ հարվածում են նաև Կաթարի տարածքին, երկու վայր է ընկել իրականում ուրեմն իրանական բալիստիկ հրթիռները Թել Ավիվում երկու տեղ։ Դոնալդ Թրամփը դրանից հետո խոսել է Միացյալ Թագավորության, Քուվեյթի եւ Թուրքիայի ղեկավարների հետ։ Սա տեսնում ենք Թել Ավիվում իրավիճակը, տեսեք, մոտավորապես այսպիսին է իրավիճակը, տեսնում եք։ Այսինքն բարդ է իրավիճակը Թել Ավիվում նաեւ։ Շարունակում ենք եւ իրավիճակը 9 ժամ առաջ նաեւ շարունակվում էր փաստացի գիշերվա 1-ի դրությամբ Patriot համակարգները են ակտիվորեն գործում նաեւ Քուվեյթ Կաթարում։ Տեսնում եք այստեղ լուրջ նաև գործողություններ են։ Ընդհանուր առումով Իսրայելում դրանից հետո ավելի թարմացավ տեղեկատվությունը եւ 4 հարված է տեղի ունեցել եւ 5 հոգի տուժել է։ Ուրեմն իրանական կողմը հայտարարում է, որ կրակել են Ռամաթ Դավիթ օդանավակայանին եւ պաշտպանության նախարարության ուղղությամբ, նաեւ Հայֆային են կրակել ըստ իրենց տեղեկատվությունների։ Դուբայի միջազգային օդանավակայանը իրավիճակը այդտեղ։ Այսինքն իրավիճակը Դուբայում ահավոր ծանր եւ բարդ է։ Այո, եւ Դուբայի օդանավակայանը քանդված է, փաստացի մասամբ առնվազն, բայց քանդված է։ Այստեղ նոր երես կապեր կան, որ չի գործում եւ քանդված է, սա շատ լուրջ է իհարկե։ Շարունակում ենք իսրայելական կողմի տեղեկատվություններով 9 ժամ առաջ ուրեմն 11 տուժած կա եւ մեկը շատ ծանր վիճակում է գտնվում։ Բահրեյնի դեսպանը ներկայացուցիչը ուրեմն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակ հայտարարել է, որ մենք երբեք չենք սպասում, որ մեր պետությունին կհարվածեն, որտեղ Բահրեյնը որևէ չի մասնակցել որևէ ձև պատերազմում։ Բացի դրանից, պետք է ասել, որ իրանական կողմը հայտարարում է, որ նորից կրակ է բացել, տեսեք, սա էր տեղի ունենում Իսրայելի տարածքում, տեսնում եք, գիշերվա ուրեմն մոտավորապես 1-ից 2-ը։
Կաթարի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կաթարին բալիստիկ հրթիռներ են կրակել եւ սա նաեւ անթույլատրելի է, անընդունելի է։ Խամենեին անունից Twitter-ում որևէ մեկը գրել էր այսպեսի կրոնական նաև բաներ դրել իր էջի վրա, մի խոսքով, որ պատերազմը շարունակում ենք։ Թել Ավիվ 21 տուժած, 3-ը շատ լուրջ իրավիճակում։ Սա է Թել Ավիվը, հարգելի հայրենակիցներ։ Տեսնում եք իրավիճակը։ Շատ հասկանալի է, որ պատերազմը լուրջ է, շատ լուրջ է։ Նույնիսկ Իսրայելի դեպքում, որը այդքան պատրաստ է պատերազմի համար, պատերազմը շատ ցավալի եւ լուրջ է։ Իրանական կողմը նաև հարվածներ է հասցրել Պրինց Սուլտան օդանավակայանին, այստեղ ռազմական, որը Սաուդյան Արաբիայում է գտնվում, այստեղ է Պրինց Սուլտանը, տեսնում եք։ Թրամփը դրանից հետո հաստատեց, որ սպանված է Այաթոլլահ Խոմեյնին մոտավորապես 8 ժամ առաջ, գիշերվա 2-ի համար։ Միացյալ Արաբական Էմիրությունները 137 հրթիռ եւ 209 ԱԹՍ խոցել, գործ ունեցել, ավելի ճիշտ այսպես ասած, կրակել այսքան իրենց հանդեպ։ Հսկայական թվի մասին է խոսքը, հասկանում եք, 137, 209 հարգելի հայրենակիցներ, թվերը շատ լուրջ են եւ Միացյալ Արաբական Էմիրությունների ուղղությամբ կրակելը նաեւ իհարկե իմ պատկերացումով սխալ քայլ էր, ոչ միայն այս, բայց ուրիշ պետությունների, որտեղ իրանք չեն մասնակցում այս պատերազմի մեջ, բայց ամեն դեպքում այդպիսի որոշում է իրանական կողմը կայացրել։ Ուրեմն Դուբայի օդանավակայանում իրավիճակը շարունակում է սրվել, այդ ժամանակվարությամբ պետք է ասել, որ ուրեմն Միացյալ Նահանգները դրանից հետո տեղեկատվություն են տարածել, որ իրանական կողմը հայտարարել է 50 ամերիկացի է զոհվել, իրականում ոչ մի ամերիկացի չի զոհվել, հայտարարել են, որ ինչ որ նավ են կարողացել խոցել, ոչ մի նավ չեն կարողացել խոցել եւ նաեւ որ Միացյալ Նահանգների ռազմակայանին են կարողացել խոցել որևէ ռազմակայանի տարածաշրջանում, դա էլ սխալ է։ Այսինքն Միացյալ Նահանգները ասում են, որ առանց որևէ խնդիր ուրեմն այս իրավիճակը առանց որևէ խնդրի են իրանք զարգացել եւ դուրս եկել։ Բացի դրանից հայտնի Բուրջ Ալ-Արաբ հյուրանոցին են հարվածել իրանական ԱԹՍ-ով։ Տեսնում եք։ Հետո կրակոցներ ենք տեսնում Էյլաթում։ Էյլաթը ամենահարավային մասն է Իսրայելի։ Չգիտենք, պետք է պարզել իրականում, հասկանալի չէ ես Էյլաթում ով է կրակել, դա կարող է լինել հենց առաջերտին հութիները, բայց պետք է սպասել։ Մարկո Ռուբիոն Իսրայել չի մեկնի, մարտի 2-ին նախատեսված էր դա, եւ պետք է ասել, որ առաջի փուլը շատ լավ, մենք Թրամփը ասել է մենք ունենք պատկերացում, թե ով կլինի Իրանի ղեկավարը առաջի փուլում, հետաքրքիր է։ Ասեմ ձեզ, որ Շահի որդին Փեհլևին շատ ակտիվացել է իրականում, շարունակում է այդ գործունեությունը եւ շատերը աջակցում են իրեն եւ այդ ուրեմն այդ թեման ակտուալ է, շարունակում է օրակարգում մնալ։ Ուրեմն Իրանը դժգոհություն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որ սա անընդունելի հարված է։ Բացի դրանից պետք է ասել, որ սա Իսրայելում եւս շարունակվում են այստեղ հարվածներ, 6 ժամ առաջ Երուսաղեմում նաև ԱԹՍ չէ, բալիստիկ հրթիռներ էր գալիս Երուսաղեմի դեմ եւ հակաօդային պաշտպանություն էր աշխատում, 1 հոգի սպանվել է եւ 7 հոգի տուժել է Դուբայում, ուրեմն Զայեդ միջազգային օդանավակայանի ուղղությամբ, կներեք, Աբու Դաբիում այս կոնկրետ դեպքում, Աբու Դաբիում, Դուբայը այստեղ է, սա Աբու Դաբին է, Աբու Դաբիում 1 հոգի սպանվել է եւ 7 տուժվել է։ Դրանից հետո նաև շարունակում ենք եւ սա Իսրայելում նաև հյուսիսային հատվածում բալիստիկ հրթիռների հարց է։ Նորից բալիստիկ հրթիռներ, սա Իսրայելի հյուսիսը։ Ամբողջ գիշերվա ընթացքում սա էր տեղի ունենում, կարճ ասած, ամբողջ Իսրայելում, որ հասկանալի լինի, 6 ժամ առաջ
Պետք է նաև շարունակենք եւ ասենք, որ ուրեմն շատ լուրջ հարվածներ են հասցրել Բուշերին։ Բուշերը իրանական քաղաք է, որտեղ որ գտնվում է ատոմակայան, միակ ատոմակայանը այնտեղ եւ տեսնենք, թե ինչպիսի հարվածներ են։ Բահրեյնի միջազգային օդանավակայանն են գիշերվա ընթացքում կրակել իրանացիք։ Բացի դրանից պետք է ասել, որ մի քանի հրթիռ է ընկել նաև Իսրայելի տարածքում, դրանից հետո Կատարում 8 մարդ տուժել է, մեկը շատ լուրջ այդ իրավիճակից, Բահրեյնի միջազգային օդանավակայանը այս պահին։ Հասկացաք, այսինքն պատերազմը իրոք դարել տարածաշրջանային, ինչի մասին մենք ձեր հետ միասին խոսում ենք։ Այո, նաև իրանական կողմը հաստատում է, որ սպանվել է Այաթոլլայի որդին եւ բարեկամները եւ այլն, մի խոսքով։ Սա Թեհրանում իրավիճակն է 5 ժամ առաջ, պայթյունները այսինքն շարունակվում են։ Սա իրանական հարված է Իսրայելում սպանել է, ուրեմն սա է նաև եւս մեկ իրանական հարված, տեսեք մոտիկից, Թել Ավիվ, տեսնում եք, սպանվել է 1 հոգի, տուժել է 121 հոգի ընդհանուր առումով։ Թեհրանում նաև հարվածները շարունակվում են ամբողջ գիշեր իսրայելական կողմից։ Իսրայելը 5 ժամ առաջ նաև նոր հարվածներ է հասցրել Իրանին, ի պատասխան գործողություններ։ Հորմուզի նեղուցը փակ է։ Մոտավորապես 70%-ով նվազել է որևէ այստեղ շարժը Հորմուզի նեղուցով, այսինքն նավթի գների վրա սա լուրջ ազդեցություն կունենա վաղը, երկուշաբթի, երբ շուկաները բացվեն։ Պետք է ասել նաև, որ մոտավորապես 40 բարձր պաշտոնյա է սպանվել իրանական այս պայթությամբ, տեսնում ենք, որ ԱԹՍ-ները Դուբայում Բուրջ Խալիֆայի մոտ։ Բուրջ Խալիֆան է եւ Դուբայում ԱԹՍ-ն, տեսեք։ Խոցեցին ԱԹՍ-ն, իրականում եթե չխոցեին այդ ԱԹՍ-ն կարող էր Բուրջ Խալիֆան խոցել։ Տեսնում եք, իրավիճակը ինչպիսին է, հա։ Ֆիլմի նման է իրականում, այնքան լուրջ եւ ակտիվ է զարգանում, բայց ամեն դեպքում։ Նաև տեղեկատվություն կա կոնկրետ Քուվեյթից, օդանավակայանից, թե ինչ իրավիճակ է ամերիկյան ռազմական օդանավակայանում, այս դեպքում պետք է ասել, որ իրոք փոխվել է օդանավակայանը։ Միացյալ Նահանգները ասում են տուժածներ չկան, ասում են մեր ենթակառուցվածքները չեն փոխվել, բայց սա ուրիշ բանի մասն է խոսում։ Փոխվել է մի քանի տեղում։ Կարող է տուժածներ չկան, որովհետև հողի տակ են գտնվել, բայց ամեն դեպքում այս օդանավակայանի նկարը հաստատ նրա մասին չէ, որ որևէ խնդիր չի եղել։ Եվ իրանական ԱԹՍ-ները ամեն դեպքում կամ բալիստիկ հրթիռները հարվածներ կարողացել են հասցնել։ Բացի դրանից, հարգելի այրնակիցներ, գիշերվա ուրեմն կոնկրետ ընթացքում պետք է ասել 5 ժամ առաջ մոտավորապես Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակում են նոր հարվածներ եւ Խամենեի ներկայացուցիչը ասաց, որ նոր այաթոլլա կունենանք, այսինքն խնդիրը դրանում չի եւ Իսրայելը ասում է, որ բալիստիկ հրթիռների պատճառով նոր հարվածներ են հասցրել եւ 5 ժամ առաջ կարելի ասել գիշերվա 4-ին 5-ին հաստատեցի ուրեմն իրանական կողմը, որ սպանվել է այաթոլլա Խոմենեին 40 օրվա սուք է հայտարարվել, ինչպես ասացի, եւ սկսում են նաեւ հիմա տարբեր հայտարարություններ Խոմենեի սպանության մասին։ Խոմենեի սպանությունը միայն կստիպի մեզ էլ ավելի ակտիվ պայքարել, ասում է կոնկրետ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ պատիժ է նաեւ գալու ըստ իրենց, մի խոսքով այդ իրավիճակը նորություն չէ մեր համար։ Հիմա ղեկավարը դառել է իրանական զինուժի գեներալ Ահմադ Վահիդին, որտեղ այն ղեկավարը սպանվել է
Լուրջ պայթյուններ են նաև Միացյալ Նահանգների ռազմակայանում Էրբիլում, Իրաքում, շարունակվում են Իրաքի ուղղությունով էլ հարվածները։ Պետք է ասել, որ այո, դրոններով են հարվածը այստեղ Էրբիլում, նաև Բաղդադում փորձում են, հիշում եք, շիա խմբավորումներ կան այստեղ, մենք դրա մասին ձեր հետ խոսել ենք, եւ այդ խմբավորումները փորձում են ուրեմն գրավել կոնկրետ Միացյալ Նահանգների այդտեղ դեսպանությունը եւ այդտեղ բախումներ են 2 ժամ առաջ region-ում, այսինքն հիմա արդեն առավոտվա ժամը 8-ի համար լուրջ հարվածներ է նաև հասցվել Ուրմիա քաղաքի ուղղությամբ մեր համար ծանոթ Հայաստանի սահմանից ոչ այդքան հեռու եւ Հորդանանում նաև հակաօդային պաշտպանությունն է աշխատում, որովհետեւ հարվածներ են տեղի ունենում, 2 ժամ առաջ պատերազմը նաև շարունակվում է Սա ինչ տեղի է ունենում Բաղդադում, Իրաքի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանության մոտ։ Իրավիճակը շատ ծանր է այդտեղ էլ, ոնց հասկանում եմ, բան են կիրառում, միջոցներ են կիրառում, որ ցուցարարներին ցրեն, հենց Միացյալ Նահանգները երևի։ Սա է Դուբայի իրավիճակը այսօր առավոտյան, հարգելի այնակիցներ։ Բուրջ Խալիֆան է հետևում։ Տեսնում եք։ Խոսքով Դուբայը շատ տուժեց այս ամենից։ Բացի դրանից, պայթյուններ 1 ժամ առաջ Կատարում, Դոհայում, այսինքն պատերազմը լայնածավալ շարունակվում է, այդ պատճառով է, որ մենք ձեր հետ միասին ուղիղ եթերում ենք հետևում, այլ ոչ թե վերլուծություն եմ անում, որտեղ ինչ այստեղ վերլուծես կոնկրետ, երբ ամեն րոպե գալիս է նոր տեղեկատվություն, եւ հարվածներ են նաև Բահրեյնում շարունակվել, չնայած ամեն ինչի, չնայած ՄԱԿ-ի այդ անվտանգության խորհրդի նիստի, հարվածներ Դուբայում, Դոհայում, Մանամայում, մի խոսքով բոլոր այդ պետություններում, Քուվեյթում նաև հարվածները շարունակվում են։ ԱԹՍ գավ նաև իրանական կողմը ասում է, որ կարմիր գծեր են անցել եւ պատասխան է լինելու, սպանությունը չի բերի, Խամենեի սպանությունը որևէ բանին չի բերի, Թրամփը ասաց, որ եթե Իրանը ուրեմն բաները շարունակի, այսինքն վտանգ շարունակի ստեղծել, ապա այնպիսի հարված կստանան, որը դեռ չեն սպասել, չեն տեսել երբեք, այսինքն ավելի մեծ հարվածով է սպառնում, ուրեմն նաև կոնկրետ Բահրեյնում նոր հարվածներ են 20 րոպե առաջ եւ Իրանը նաև 9 րոպե առաջ հարվածներ է հասցնում նոր բալիստիկ հրթիռներով, 5 րոպե առաջ իրավիճակը Թել Ավիվում, պայթյուններ են 5 րոպե առաջ տեղի ունեցել Պալմ Ջումեյրայում, Դուբայում, եւ նաև Դուբայում եւս նոր հրթիռներ 3 րոպե առաջ։ Սա պետք է որ 3 հա, դա թարմ էր, բայց հիմա գանք նորից թարմացնենք այս տեղեկատվությունը, որ ավելի լավ պարզ լինի։ Տեսնում ենք նաև, որ Իրանի պաշտպանության նախարարը նաև սպանվել է վերջի տեղեկատվությունով, սպանվել է նաև կառավարության ներկայացուցիչը եւ տեսնում ենք պայթյուններ նաև Թեհրանում վերջի րոպեներին մի խոսքով իրավիճակը այս դրությամբ այս պահի դրությամբ հարգելի այնակիցներ մնում է շատ լարված, պատերազմական գործողությունները շարունակվում են, ամբողջ տարածաշրջանը մասնակցում է փաստացի եւ սա կարա իրոք բերել շատ լուրջ փոփոխություններին, որովհետեւ այս արաբական պետությունները հատկապես ես տեսա այստեղ չկա, բայց վերջերս կարելի ասել րոպեներ առաջ ես տեսա, որ լուրջ պայթյուն է տեղի ունեցել նավթի ուրեմն այսպիսի արտադրման կետում, վայրում, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, որը Saudi Aramco-ի եւ ExxonMobil-ի միասնական ծրագիրն է այստեղ։
եւ խոսքը գնում հենց Սաուդյան Արաբիայում եւ այդտեղ հարվածներ է նաեւ հասցվում կոնկրետ Իրանի կողմից եւ պայթյունը շատ մեծ էր, ես ինչ տեսել եմ։ Եվս նաև կարճ պետք է ասեմ, որ իհարկե ես չեմ սպասում, որ այս լարվածությունը դեպի հարավային Կովկաս կշարժվի, բայց այդտեղ կա եւ մեկ բայց։ Ադրբեջանի ուղղությամբ որևէ բան հնարավոր է, եթե Իրանը սկսի դիտարկել դա ինչպես խնդիր, այսպես ասեմ, այդտեղ ամերիկյան ռազմակայան չկա, որ ռազմակայան օգտագործել ինչպես պատճառ, ուրիշ այսպիսի ռազմակայան չկա, բայց իրանական կողմը հիմա իրոք դրա ժամանակը չէ, բայց կարող է ինչ-ինչ պատճառով նաև փորձել ապակայունացնել տարածաշրջանը այստեղ, որտեղ այս նպատակը հարվածների այստեղ ամերիկյան զորքերի ուղղությամբ չի, ապակայունացման մասին է։ Ամբողջ տարածաշրջանի, հատկապես այս հարուստ պետությունների, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կատարը, Բահրեյնը շատ հարուստ պետություններ են, եւ այդտեղ այս հարվածներով հիմա կտրուկ իրավիճակը փոխվում է եւ Իրանը ցույց է տալի, որ եթե դուք ուրեմն չեք կանգնեցնում այս պատերազմը, ապա դուք եք տուժելու այս պատերազմից եւ դուք պետք է ջանքեր տրամադրեք այն ուղղությամբ, որ կանգնեցնեք այս պատերազմը։ Արաբական այս պետությունները ցանկություն չունեն այս պատերազմի հետ առհասարակ որևէ ձև առաջվելու, բայց պետք է ասել, որ իրավիճակը մնում է շատ լարված, շատ սուր եւ մենք ակնհայտ է, որ շարունակվելու է ռազմական գործողությունները մոտակա նաեւ ժամանակահատվածում։ Դա ուղղակի պարզ է եւ մենք ձեր հետ միասին կշարունակենք այսպես հետևել եւ ես տեսնում եմ, որ դուք շատ ողջունում եք այսպեսի ձևաչափը եւ այս իմ աշխատանքը, շնորհակալ եմ դրա համար, ուստի չենք մոռանում լայքել անպայման վերլուծությունը, գրել ձեր կարծիքը մեկնաբանություններում կամ աջակցության խոսքերը եւ այլն, այդ ամենը կարեւոր է եւ երեկոյան գիտեք, որ ուրեմն նորից ես կանրադառնամ արդեն կամփոփեմ ամբողջ օրվա ընթացքում ինչ է տեղի ունենում, այս պայծրությամբ պայմանավորվենք, որ գործելու ենք առավոտ երեկո ուրեմն այսպիսի ձևաչափով, որ դուք կարողանաք առավոտ ստանալ տեղեկատվություն վերջի 12 ժամվա ընթացքում տեղի ունեցածի ուրեմն կարելի է այդպես ասել, վերջի այդ ժամանակահատվածի մասին եւ երեկոյան նաեւ ամփոփենք ամբողջ օրվա ընթացքում գլխավոր կարևոր զարգացումները եւ կարծում եմ այդ ձևաչափով աշխատելը ամենաէֆեկտիվն է։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի անգլիցիներ, կհանդիպենք, ցտեսություն։